Նախ բնականաբար մենք չսահմանափակվեցինք այն նեղորակարգի մեջ, որ իրենք էին մեզ ներկայացնում։ Դե խոսքը վերաբերում էր գենդերային հավասարությանը, ինչ-որ կանանց նկատմամբ բռնություններ, իրավահավասարություն, հանդուրժողականություն ներքին եւ Լեռնային Ղարաբաղի փախստականների ինտեգրման հետ կապված այստեղ խնդիրներ տեղանված անձամբ։ Նախ ասացինք, որ չէ, շատ լուրջ հարցեր կան Հայաստանում, որ ձեր օրակարգի մեջ չեն տեղավորվում եւ սա առիթ է, որ մենք խոսենք այդ թեմաներով, որովհետեւ մենք ուզեցել ենք նախ առանձին օպոզիցիայի հետ, ընդդիմության հետ հանդիպում, որովհետեւ այդ կարճ ժամանակում տեղավորվել հնարավոր չի։ Այդուամենայնիվ փորձեցինք իրար այսպես լրացնելով ես եւ պարոն Մամիջանյանը հիմնականում 4 թեմաների մասին ենք խոսել՝ քաղբանտարկյալներ, եկեղեցու դեմ արշավ, ուրեմն գերիների հարց եւ ընդհանրապես Եվրոխորհրդի մոտեցումները եւ մեր հարաբերությունները Եվրոխորհրդի հետ։ Քաղբանտարկյալների հետ կապված ես ասացի, ես այն անձանցից եմ եղել, որ եղել է այդ 5 չափանիշները ձևավորող հանձնաժողովի անդամ ժամանակին, գիտեք, քաղբանտարկյալներ տերմինը ձևակերպումը Եվրոխորհրդի խորհրդանական վեհաժողովն է տվել եւ 5 չափանիշներ կան։ Ես ասացի, կարող եմ վստահաբար հայտարարել, որ այդ չափանիշներին համապատասխան տասնյակից ավել քաղբանտարկյալներ ունենք, որ մարդիկ այսօր ոչ միայն իրանց անգամ խոսքի համար են այսօր դատապարտված կամ կալանավորված, այլ մտքի ենթադրյալ։ Օրինակի համար դուք ինձ բացատրեք, ոնց կարելի է դիտարկել մեր ձևով եկեղեցին պաշտպանելը որպես տերորիստական կամ ինչ-որ սահմանադրական կարգին դեմ կոչ։ Չէ, լսում է, դե կասեմ, իրենք վերջում իհարկե անդրադարձան, բայց շատ բան համառոտ, բայց անդրադարձան, ամեն դեպքում չեն կարող չլսելու տալ դա։ Եվ եթե չգիտեն շատ ավելի վատ է, որովհետև ամիսներ շարունակ, բայց եթե չեն անդրադառնում այդ նշանակումը չեն ուզում այդ թեմաներով խոսել։ Եվ ուրեմն այդ քաղբանտարկյալների հետ կապված, ասենք մենք առանձին ամեն մի кейսի, ամեն մի անձի հետ կապված խտապանակ կա, կարող ենք ձեզ փոխանցել, որ ձեզ շատ այսպես չզբաղեցնենք այս հարցով, հավատացեք, որ ամեն մեկի խնդիրը տեղը հստակ երևա, որ քաղաքական հետապնդման արդյունք է, եւ բացի դրանից, որ այդ քաղաքական հետապնդումները պարզ երևում են նաեւ նրանով, որ կալանքը դառել է պատժի միջոց։ Այսինքն այն քրեական գործերով, որոնք որ այլ տեղերում լինում են, դրանով անպայման կալանք որպես խափանումամիջոց չի կիրառվում, բայց այս դեպքերում հատուկ կիրառվում է։ Եվ ունենք հիմա այդպիսի դեպքեր, որ ավելի ծանր հանցագործություններ են համապատասխան նրանց, որ հիմա քննվում են, նրանք չեն կալանավորվում, այսինքն սա արդեն խոսում է քաղաքական հետապնդումների մասին։ Եվ այս թեման իհարկե շատ կարևոր է, որ իրենք արձանագրեն, որ դա գոյություն ունի։ Երկրորդը, որ եկեղեցու դեմ արշավը։ Ասացի, որ նախ դա ոչ միայն սահմանադրության դեմ է Հայաստանի, այլ նաև ՄԻԵԴ-ի մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափորոշիչների հետ կապված խնդիր է, պրակտիկայի ձևավորված նախադեպային պրակտիկա կա, գիտեք, որ ՄԻԵԴ-ը ձևավորում է եւ այդ նախադեպային պրակտիկայով են գործերը քննվում։ Եվ ասացի, գնացեք ուսումնասիրեք Բուլղարիայի, Հունաստանի, Սան Մարինոյի դեպքերը, որտեղ շատ հստակ արձանագրվում է, որ ցանկացած միջամտություն ներքին ինքնավարությանը դա ապօրինություն է։ Պետությունը անջատ է եկեղեցուց եւ կրոնական համայնքները ունեն իրենց ներքին ինքնավարությունը եւ պետական որևէ լիազորություն է թվում դատական լիազորություն մտնել եւ այդ ինքնավարությունը խախտելը դա ուղղակի հակասում է ՄԻԵԴ-ի ձևավորած նախադեպային ուրեմն փորձին։ Եվ օրինակները բերեցի, ինչի մասին է խոսքը, մասնավորապես այս կարգալույց անելը դարձել է փաստորեն դատարանի վճռի չկատարում։ Այդ ասենք որ հեռացնել է այդ պաշտոնից դատարանով վերականգնվել է դառել, ասի դա նույնն է ոնց որ մենք ասենք կուսակցությունից մեկին հեռացնենք գնա դատարանով վերականգնվի։ Եվ այդպես բազմաթիվ աբսուրդային օրինակ վիճակներ կարող են առաջանալ։ Եվ չէ, լսում էին, դրանք ասեցի, հեսա վերջում կասեմ, ինքնիդ արձագանքեցին։ Եվ իհարկե գերիների մասին էլ ասեցինք, ասի գերիների խնդիրը դուք ինքներդ պետք է հետապնդեք ամբողջ ուժով, որովհետև շատ լավ որ 4 հոգու ազատեցին 23-ից, բայց դա խոսում է այն մասին, որ հենց գերիներ էին, որ ազատեցին։ Ոչ թե տվել են, որ գնան իրենց կալանքը շարունակեն, պատիժը շարունակեն, ինչպես դա տեղի է ունենում։
այդ փոխանակումները հենց խոսում են նրա մասին, որ դա գերի են եւ սրանք շինծու դատավարություններ են նպատակը ազդել, ճնշել Հայաստանին գնալ նոր զիջումների։ Էս է իրականում տեղի ունենում եւ այդ հարցով դուք պետք է ակտիվ լինեք։ Իդեպ այդ հարցով իրենք ունեն հստակ դիրքորոշում, ուտեղ խնդիր շատ չկա։ Եվ վերջապես ես անդրադարձա այդ հարցին, թե ինչպես ընդհանրապես ձեր մոտ ձևավորում միայն միակողմանի կարծիք այն բանի մասին, ինչ որ Հայաստանում տեղի ունի։ Եվ ընդհանրապես Եվրոխորհրդի դիրքորոշումը, ես ասում եմ, ես ինքս մոնիտորինգ հանձնաժողովի անդամ եմ եւ բազմիցս այս հարցերը բարձրացրել ենք եւ օրինակ ինձ ոչ մի տրամաբանական adekvat պատասխան չտրվեց առայն թե ինչի չեղարկվեց համազեկուցողների այցը Հայաստան։ Եվ դա հարցրել եմ հենց համազեկուցողին։ Այո, մեկ համազեկուցող իտալացի պարոն Ֆասինոն հիվանդացել է, պարկել է ինչի քթի վիրահատություն արել կարծեմ ինչ որ բան։ Բայց ես իրան տեսել եմ դրանից հետո արդեն լավացած հիվանդանոցից դուրս։ Լավ կարելի էր հետաձգել, բայց ոչ չեղարկել։ Այսինքն տպավորությունը, որ դուք պարզապես չեք ուզում լսեք այլ կարծիք, չեք ուզում լսեք ընդդիմադիր որևէ այլ մոտեցում։ Եվ ասեցի ինչու, ասի հասկացանք գոյություն ունի Եվրոպա-Ռուսաստան պատերազմ։ Եվ ասի հիմա չգիտես ինչի եւ որտեղ որոշվել է, որ իշխանությունը այդ պատերազմում ճիշտ կողմում է, օպոզիցիան սխալ կողմում է։ Եվ դա դարձել է այնպես, որ ունիվերսալ չեն այրևս մարդու իրավունքների պաշտպանության հարցերը։ Այսինքն, եթե մարդկանց դիտում են իրենց թեթև ձեռքով Կրեմլի ագենտներ, օրինակ, ուրեմն նրանց իրավունքները կարելի է ոտնահարել։ Այսինքն, սա պետք է ի վերջո վերացնել, սա հեղինակության հարցն է նույն Եվրոպայի խորհրդի։ Եվ այս խնդիրը գոյություն ունի։ Նրանք լոյալ են, իշխանամետ են կամ Նայեք, եթե ես ձեզ ասեցի, չէ, Իմ մոտ այդ տպավորությունն է, ես դրա համար էլ ասել եմ, կարծեմ հենց այս առիթով էլ հայտարարեցինք, չէ, իրանք որ չեն գալիս հերիք չի, միակողմանի էլ հայտարարություն են անում, օրինակաբար այս մոնիտորինգի բանաձևը տեսել եք, չէ, որ միակողմանի ըստ էության գնահատումներ են, ճիշտ է որոշ առումներով նաև քննադատություն կա իշխանություններին, բայց եթե չեք եկել գոնե մի խոսացեք։ Իսկ եթե պետք է խոսակ, եկեք նոր խոսացեք։ Ասեցի, իհարկե, ասեցի միակողմանիա ձեր պատկերացումները եւ գնահատումները եւ սա մեր համար անընդունելի է, բայց օրինակ ինչի են բերում, ինչեք չեղարկում այցը։ Համազեկուցողները ինչու՞ պիտի չգային։ Իշխանության ներկայացուցիչները դրանք չեն, իրանք այդ 3 թեմաներին էին անդրադառնում, իշխանության ներկայացուցիչները անդրադարձան այն 3 թեմաներին, որոնք որ իրենք ասել են։ Չէ, ժամանակ չկար, իդեպ հակադարձել, հələ ինչ որ ես ասում եմ, էդ էլ մենք ստիպեցինք, որ մի քիչ երկարի հանդիպումը, որովհետև ասեցին դե ընդդիմության տեսակետն է, շատ, որտեղ ժամանակ չկար, նախ հանձնակատարը ասեց ժամանակ չկա, հանձնակատարն ասեց, որ այո, մենք, այսպես ասեմ, կարճ ասեմ, դուք ասեցիք, մենք լսեցինք։ Հիմա եւ լսեցին ինչի մասին, քաղբանտարկյալների արկայության մասին, եկեղեցու հետ կապված խնդիրների մասին եւ մեր հարաբերությունների մասով, ասես որոշ հարցեր կան իմ կոմպետենցիայից դուրս են, մասնավորապես մոնիտորինգի այդ բան եւ այլն, դա այդտեղ ճիշտ ասում, բայց մյուս հարցերը իր կոմպետենցիայի մեջ են։ Գերիների հարցով բնականաբար, որտեղ ինքը ավելի շատ շեշտը դրել էր փախստականների ինտեգրման հարցի հետ կապված։ Դե այդ իր իրավունքն է։ Չէ, դրանց չհասցրեցինք, հարգելի են, ժամանակ չկար։ Իսկապես 45 րոպեի, որից 10 րոպե նախուշացումով մտանք, նախորդը բաներ, հա։ Այնպես որ ժամանակ չկա, այսպեսի կարճ հանդիպումներ, այդ դժգոհությունը հայտնեցինք, ասեցինք մենք դրա համար ասում ենք առանձին ընդդիմության հետ հանդիպում ունեցեք, ինչը դա տենց արգելված է, ես չեմ հասկանում։ 15 րոպե նախատեսված։ Հա։ Ես չէ, կարծեմ չէ։ Չէ, կարծեմ չգիտեմ ճիշտ ասած իրանց ծրագիրն ամբողջությամբ, բայց եթե ընդդիմության հետ էլ խորհրդարանական գոնե ընդդիմության հետ առանձին հանդիպի, այլ հանդիպում պատվիրատվության կազմի մեջ, դե լավ։ Ճիշտ հասկացանք, իրենք մնացել են իրենց կարծիքին նախապես ինչպես։ Ասեցին դրանք արձանագրեցինք, ինչ որ դուք ասացիք, մենք դուք ասեցիք, մենք լսեցինք, քաղբանտարկյալներ եւ այլ,
Սրան իհարկե մենք կհետերենք, որ ասեցինք նաև ուղարկելու ենք ձեզ ավելի փաստարկված ամեն գործ առ գործ, այսպես ասած, ասեցին լավ դա ուսումնասիրենք, այդքանը, հիմա ինչ կանեն, դրանից հետո չգիտեմ։ Հա, դե հանձնակատարը այցից հետո ինքը հաշվետվություն է ներկայացնում, ես կարծում եմ, պետք է որ ապրիլյան նստաշրջանին, հուսով եմ ապրիլյան նստաշրջանին որևէ արձագանք արդեն կլինի։ Պարոն Ռուստամյան, նույն այդ հարցի Ռուսաստան-Եվրոպա թեմայով ես քաղաքական Բաղդյանին ասացի, կրկին հիշեց հիբրիդային պատերազմի մասին եւ ասաց, որ դիտարկմանը, որ ո՞րն է հիբրիդային պատերազմը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ, ասաց չէ, եւ ստերության հաստատեց, որ Ռուսաստանի կողմից է հիբրիդային պատերազմ։ Սա ինչպես է գնահատում, այսինքն իրենք նույն Եվրոպայի պաշտոնյաներին նույն բանն են ասում, որ ինչպես դուք եք ասում։ Չէ, իրանք հիբրիդային պատերազմի բանի թեմաների մեջ չեն մտել, ասում եմ, շատ կարճ է ժամանակ, խոսեցել ենք այսքանը, ես էլ հազիվ կարողացել ենք այսպես համառոտ գոնե ներկայացնել։ Եթե մեծ հանդիպում լիներ մի քիչ գոնե 1 ժամ գոնե, հա, մենք մենակով մոլը մենք մի ժամ հանդիպեինք, դե ես ու Մամիջանյանը երևի մի 10-15 րոպե հազիվ կարողացել ենք, ես ու Մամիջանյանը միասին։